Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ձեզ ենք շնորհակալ հյուրընկալվելու համար եւ սկսենք երեկվա Տիգրան Աբինյանի արված հայտարարությունից, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից հանվելու են QR ուղետոմսերը, որը տրամադրում էր Telcel-ը։ Խնդրում եմ նախ ասել, թե ինչի կհանգեցնի այս ամենը եւ ինչ դժվարություններ կառաջացնի քաղաքացու համար։ Տեսեք, նախ ուզում եմ սկսել այն կետից, որին ես անդրադարձել եմ, որ այստեղ առաջինը մարդու իրավունքների ոտնահարում կա եւ մեր ՄԻՊ-ը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը քաղաքական գործիք է, այլ առ ոչինչ, էլի։ Ինչի համար, որովհետեւ պետական ռեսուրսը, իշխանությունը ստիպում է, որպեսզի քաղաքացին իր հեռախոսի մեջ ունենա Telcel Wallet-ի այդ իրենց application-ը եւ որի միջոցով դու սկսես գործարքներ իրականացնել։ Այսինքն իրենք պարտադրում են, այսինքն պետական ռեսուրսներն օգտագործելով մենաշնորհ ստեղծելուն եւ կոնկրետ անդին ստիպում են, որ դու քո տվյալները տրամադրես Telcel-ին եւ օգտվես իրենց ծառայությունից։ Այնինչ նույն պայմանագիրը, որը Telcel-ի հետ կապվել էր, հստակ ֆիքսում էր, որ ալտերնատիվ պետք է լինի եւ այդ ալտերնատիվը պետք է քաղաքային Երևանի սեփականությունը լիներ նոր հավելված եւ նոր հավելվածով մարդ հնարավորություն ուներ կատարել։ Այսօր իրանք ստիպում են, որպեսզի մարդ միայն ունենա այդ տարբերակը եւ բանկերով այդ վճարելով քարտի միջոցով։ Այսինքն ըստեղ առաջինը իրենք մեր քաղաքացիների իրավունքներն են ոտնահարում, երկրորդը պետական հովանավորչությամբ մենաշնորհ են ստեղծում։ Երրորդ մյուս խնդիրը որ կա, մենք ունենք շատ տարեցներ կամ մարդիկ, ովքեր բանկային քարտ չունեն եւ նորագույն տեխնոլոգիաներից լավ չեն օգտվում, իրենք գնում են կոպեկը գցում են, ձեռք են բերում տոմսերը, գալիս ձեռք են բերում։ Բայց շատ ժամանակ դա էլ է խնդիր առաջացնում, քանի որ բոլորին հայտնի է, որ մեկ ուղետոմսի գինը 150 դրամ է եւ քաղաքացին կամ պետք է 2 տոմս գնի կամ 200 դրամ վճարի, 50 դրամը չգիտես թե ինչ անի, որ ձեռք բերի մեկ ուղետոմս։ Տեսեք, այդ խնդիրը եղել է եւ ընդհանուր Telcel-ի այս ամբողջ ծրագիրը, որը քաղաքապետարան իրականացրել է, ձախողված ծրագիր է, այսինքն ինքը չի աշխատում եւ քաղաքին վնաս է տալիս։ Այդտեղ կարևորագույն հարցը դա ու ես միշտ ասում եմ, թե կռիվը գնում է, թե գողոնի տերը ով է դառնալու, ինչի համար եմ ասում գողոնի տերն ով է դառնալու, եթե մենք թվերով սկսենք հստակ փաստել, թե նախկինում ինչքան գումար էր հավաքվել, երբ որ ավտոբուսի շոֆերները 100 դրամ էին հավաքագրում ու մետրոն էլ ավելի էժան էր 50 դրամ էր գիշեր ու այսօր մենք հասկանանք հստակ մի փաստ, որ այսօր ավելի քիչ գումար է հավաքագրվում այն պարագայում, երբ որ թանկացումներ է գնացել։ Ես մի անգամ խոսել եմ ձեր տաղավարում էլ ասեմ, որ այն մարմինը քաղաքապետարանում, որը որ տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեն, այդպես հատուկ բաժին, որը պետք է վերահսկեր Telcel-ին, իրանց տնօրենը ստանում է շուրջ 2 միլիոն դրամ աշխատավարձ, բայց այդ անձնավորությունը Excel ծրագիրը աշխատացնելու հետ բարդույթ ունի։ Այսինքն իր մոտ եղել եմ կոնկրետ հստակ ուզում ես հասկանաս, օրինակ Telcel-ն էս պայն եթե ուզենա 100,000 վճարված ուղևորների բազան ջնջի իր մոտից, կարողանում ես վերահսկել, չկա վերահսկողություն։ Այդ պայն որքան ուղևոր է նստել, որտեղ ինչ խնդիր կա, իսպար բացակայում է fleet management համակարգը առ այսօր ներդրված չի եւ դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Ուրիշ հարց ասեմ, պլանավորել են, որ շուրջ 20 միլիարդ դրամ տրանսպորտից պետք է գումար հավաքագրվեր, բայց այնինչ մինչև տարվա վերջ իմ կանխատեսումներով մինչև 8 միլիարդ դրամ պակաս թերհավաքագրում է լինելու։ Իսկ եթե դու պլանավորում ես եւ 8 միլիարդ չես հավաքագրում, 8 միլիարդի փոխարեն դու կարող ես ամբողջ Երևանի մանկապարտեզները վերանորոգել, ամբողջ Երևանի մանկապարտեզները սրանք դա արել են, ոչ, դրա պատասխանատվություն կրողնով է լինում, չկա։ Այսինքն իրանց մոտ կոնկրետ կռիվ էր, որ առաջ ավտոբուսի վարորդներն էին գումարը այսպես ըստ իրանց տանում, այդ մարդիկ էլ ասում են մենակ մերը չէ, վերևներն էլ են տալիս։ Հիմա ես գումարը իրանք կռիվ են անում, որ գա ուղիղ իրանց եւ հերթական անգամ իրանք խնդիր չեն դրել քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ, ավելի հարմարավետ ստեղծեն։ Այդ որ իրանք այտենց մեծ խոսում են, որ Երևանը հարմարավետ քաղաք ենք սարքում, են գլուխներդ քարին եք տվել, երեսներդ պատին է։ Երևանը դուք ավելի բարդ, ավելի դժվար քաղաք եք դարձնում։ Եվ խցանումների խնդիրը եւ քաղաքացու համար նույն այդ պատկերն ասում QR կոդը մի գնի, արի հեռախոսով կամ քարտով վճարի։ Ասում են, որ դա թերհավաքագրման պատճառ է դառնում QR տոմսերը թղթային։ Գիտեք ոնց է, իրանք եթե մենք սկսենք ասել ինչքան պատճառներ են սկսել բերել, սկզբից իրանք ասում էին բոյկոտը չի կայացել, հետո ասում են դուք բոյկոտի հրահարեցիք, մարդիկ բոյկոտ արեցին, չեն վճարում։ Հիմա ասում են չէ, վճարում են QR մեր համակարգը չի աշխատում։ Հիմա կոնկրետ հարց, եթե դա է պատճառը, որ թերհավաքագրումները լինում է, դրա համար պատասխանատվությունն ով է կրում։
Այսինքն նույն գլխավոր դատախազություն դու հայտարարում են 6 միլիարդ դրամ թերավակագրում ա եղել 6 միլիարդ դրամ փողը ցնդվել է, այսինքն որը որ բյուջե պիտի գար չի եկել այդ գումարը, դրա համար ինչ որ մեկը պատասխանատվություն պետք է կրի, թե չէ, այսինքն հովանավորչություն եւ կոռուպցիոն բուրգը հենց այս ձևով է, այսինքն ով ինչ ուզում անի, ոչ մեկին չեն պատժում, անպատժելիության մթնոլորտը այսօր Հայաստանում ամենաբարձր մակարդակի վրա է եւ դա փաստում է նույն այս Կարմիր բերետի հայտնի դեպքը գինու փառատոնին մեկին խփումա ուշա գնացա լինում ներելի է իր համար Վարդևյան Արամին խեղդում է ներելի է մյուս ցուցարարին պապիկին ամենավերջի սեռական բնույթի հայանքները տալիս է նորմալ է իմ հետ կապված դեպքով ասում այո ընկած վիճակում եկե խփել եմ ես համար այդ գործը փակում է այսօր լկտյանում գալիս լրագրողին է խփում Այսինքն երբ որ անպատժելիությունը լինում է, բերում է հերթական նոր հիմարության։ Նույնը քաղաքապետարանում է, երբ որ առաջի անգամ ասում են, ինգեր թելսելի հետ պետք է պայմանագիրը չկնքես։ Դա ապօրինի է, դրա համար դատվելու են, ուղիղ ասում են։ Այս իշխանությունը մնա երկար, իրանք են դատելու, ուրիշը գա, ուրիշն է դատելու իրանք, ոչ մի տարբերություն։ Պետք է չկապեին կապել են, թելսերի ապարտականությունները չի կատարում, օքեյ, Սուրենը Գրիգորյան թևերը փռելա վրան, որտեղ Սուրենը Գրիգորյան սուպեր հովանավոր ունի, հասկանում եք, այսինքն իրանց անգրագիտություն, իրենց դիլետանտության դիմաց ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Դրա փոխարեն տուժվում է մեր քաղաքացին, տուժվում է ինչ ձևով, եւ ֆինանսապես, եւ նաեւ մարդու համար ստեղծում ես դու դիսկոմֆորտ, տհաճ իրավիճակ։ Մի հատ քարտը գնան դեից առ, այս արային արա, հասկանում եք, դա է Այսօր ցույց է տալիս, որ Երևանը կառավարման խորը ճգնաժամ ունի։ Ի վերջո այս ամենը ի սկզբանե ինչու հաշվի չի առնվել եւ ինչու է հիմա այդ համագործակցությունը դադարեցվում Թելսելի հետ։ Թելսելը չի դադարեցվում, եկեք ֆիքսենք, որ Թելսելը չի դադարեցվում։ Ուղղակի իրանք QR կոդերը, որը որ փողոցից այդ ապարատները տեղադրած են, քաղաքացին կարողանում էր վճարել, վերցնել QR կոդով անցկացնել, իրենք էդի վերացնում են։ Այսինքն հերթական անհարմարավետությունը ստեղծում են քաղաքացիների համար։ Իրանք պարտադրում են որպեսզի Թելսելը դառնա մենաշնոր։ Ինչի համար դու պիտի ստիպված լինես Թելսելի հավելվածը քաշել քո հեռախոսի մեջ, քո տվյալները տալ, դառնա Թելսելի հաճախորդ, իրենք զորով մեզ ուզում են բռնեն, ասես մեր վզներից բռնեն, տանեն մտցնեն, ասեն դարձի Թելսելի հաճախորդ, հասկանում եք։ Ու այս պարագայում էլ եմ ասում, միպը մեռել է, չկա միպ քաղաքային իշխանությունը չկա, որովհետև ինքն է ստիպում իր այդ համագործակցում են։ Դիմի շատ ուղիղ հարց ունեն տալու, էլի Տիգրան Ավինյան, Թելսելը ձեզի փող ա տվել։ Հստակ ասեք, հետո ասեք ինչքան է փող տվել, որ դուք ուզում եք իր հաճախորդներին ավելացնել։ Հասկանում եք ինչ է։ Տվել է թե ոչ։ Ինչ։ Ինչ եք դուք կարծում, արդյոք տվել է Թելսելը Տիգրան Ավինյանին գումար։ Ես տեսեք ոնց եմ կարծում, քանի որ իմ գնահատմամբ այսօր որ Թելսելին թողել են ոնց ուզում է տենց կառավարում է, այսինքն գողոնը իրար մեջ են բաժանում, որովհետև իմ գնահատմամբ օրական ոչ թե 1 միլիոն, 2 միլիոն, 11 միլիոնավոր դրամներ կորում է այսօր։ 11 միլիոնավոր դրամներ, ոչինչ բացվածքը կտամ ձեզ, էլի, ինչի համար եմ ասում, որ կորում է։ Իմ կարծիքով Թելսելի հետ իրանք փայփայ են անում, իմ կարծիքն է դա ու հիմնավորվում է չհավաքագրված գումարներով, չհայտարարված չհավաքագրված, ոչ թե չհավաքագրված, ես կասկածում եմ, որ հավաքագրվում այդ գումարները։ Ու տեղից փայ տալիս են եւ դատախազության, եւ ԱԱԾ-ին, եւ ՀԿՑ-ի սաղին փայ են տալիս։ Ինչի համար, եկեք էդի բացենք մենք մի հատ հստակ։ Ուրեմն անցյալ տարի ես նույն ժամանակահատվածում, երբ որ վճարում էին 100 դրամ, երբ որ վճարում էին 100 դրամ, ընդհանուր օրական մինչև 35 միլիոն դրամ հավաքագրվել է Երևան ավտոբուսում։ Եթե մենք միջինացված Երևան ավտոբուսի թիվը վերցնենք, որ հավաքագրվել է օրական 30 միլիոն դրամ, այսինքն 300,000 ուղևոր 100 դրամ տվել են։ Ավտոբուսի վարորդներն ասում են, որ մենք ավել փող ենք վերցրել, այդքանը մուտք ենք արել, մի քիչ փայ ենք տվել։ Մեր ղեկավարությանը, մի քիչ քաղաքապետարանին, այսինքն ստեղ տվեր կար, ճիշտ է։ Այո։ Առնվազն նվազագույնը 20-ից 30% այս տվեր կար, բայց հավաքվում էր 30 միլիոն դրամ, փաստեցին, ճիշտ է այս փաստը։ Հունվարի 1-ին դուրս եկան մասնավոր այն դեղին ավտոբուսները Hyundai տեղը, մոտ 120 պետական ավտոբուսները մտան գիծ։ Այսինքն շարժակազմը 20% ավելացավ։ Դա փաստում է, որ այդ 30 միլիոնը պետք է առնվազն դառնար 36 միլիոն, ճիշտ է։ Հիշում ենք, որ ստվերը կար, չենք մոռանում այն 20-30% ստվերը որ կար։ Հիմա շարունակում ենք։ 36 միլիոնը մենք փաստեցինք, որ կալը չի թանկացել 100 դրամի տրամաբանությամբ։ Հիմա եկանք մետրոպոլիտենը։ Մետրոպոլիտենում, քանի որ տուրնիկետը տեղադրված է, ոչ մեկ չի փախնում։ Եվ մետրոպոլիտենում օրական երթևեկությունը մարդիկ երթևեկում են 75000-ից 85000 մարդ։ Այսինքն 150 դրամով, եթե մենք բազմապատկում ենք 70000-ը, ընդունենք մի չնայած 3000-ն ընդամենը անվճար երթևեկում 70000-ը բազմապատկում ենք 150 դրամով, անում է մոտ 10 միլիոն դրամ։ Այսինքն մենք փաստում ենք, որ արդեն 36-ը մենք ունենք, վրան ավելանում է եւս 10 միլիոն դրամ։ Ճիշտ է, 46 միլիոն արդեն դարձավ այդ գումարը։
Էդրան գումարած էլեկտրատրանսպորտը, այսինքն տրոլեյբուսները։ Էդ էլ իրանց փեշքեշ նվեր։ Բայց մենք ֆիքսում ենք, որ այս 36 միլիոնը 100 դրամի պարագան էր, ճիշտ է։ Այսինքն հիմա 36 միլիոն գումարը առնվազն պիտի մի 50 լիներ կամ 40, բայց ինչ որ է 46 միլիոնը ֆիքսեցինք, ճիշտ է։ Այո։ Այսօր իրանց գործակարգավարականին այդ 3-ը միասին հավաքագրված գումարը 33 միլիոն դրամ է ոնց որ։ 33 միլիոն, այսինքն նախկինում մենակ Երևան ավտոբուսներ այդքան փող տալիս։ Դուք թանկացնում եք մարդկանց համար անհարմարավետություն եք ստեղծում, եք անում ու գումարը սկսում է պակաս հավաքագրվել։ Հիմի հարց եմ տալիս ձեզ ժողովուրդ, բայց սրա մասին քիչ եք խոսում։ Բայց թերսելին չեք ասում, անգերեսի ոնց ա։ Ես գնացել եմ կոնկրետ հարց եմ տվել։ Ասում եմ թերսելը ձեզի ու իմ հարցին չեմ պատասխանում։ Հստակ ասել եմ. ժողովուրդ, ասեք տեսնեմ ձեր փայը որքան է։ Ասեք տեսնեմ ձեր փայը որքան է։ Եվ իրանք չէ, ինչ եք ասում, մենք չէ, վայ, ոնց, ինչ, բան։ Թշու վշտներն են գնում ջանները։ Բայց իրանք ոչ մեկ խնդիր չեն դրել, որպեսզի բարեփոխված տրանսպորտ հրամցնեն։ Առ այսօր ավտոբուսի վարորդների համար զուգարանները կառուցված չի։ Առ այսօր կանգառները կենտրոնից դուրս եկեք, կանգառ չկա, հասկանում եք, հայտարարությունն է։ Վերջերս տրոլեյբուսի վարորդներն էլ էին բողոքում այս ամենի վերաբերյալ, որ չունեն հարմարություններ։ Ուրեմն ուրիշ օրինակ ձեզ բերեմ։ Փողոցների ասֆալտապատման վիճակը տեսնում եք, որ խայտարակությունն է։ Տիգրան Ավինյանը, որը տենց խոսում ասում է, մտահոգի չէ, որ մաները անսարք են։ Տղա ջան, մի հատ դու փողոցները սարքի, մանի վարորդներն ասում են, այնպես փոսերա, որ ընկնում ենք այդ փոսերը, ոնց որ մեր մոտ տպավորությունն է, որ Իսրայելի ու Իրանի պատերազմը մեր երկրում լինի, հասկանում եք։ Մարդիկ այնպես փոսերի մեջ են ընկնում, դա համար այդ մաները ջարդուխուր դառնում։ Իրանք չեն կարող հասկանալ, որ մանը Եվրոպայի համար արտադրել են, մի քիչ թե պետք է նմանացնեք, հասկանում եք։ Դուք ինչ եք արել, այսինքն փողոցների վիճակը կատաստրոֆիկ վատ։ 2018 թվականին իրանց ոչ ու բարով հեղափոխության ժամանակ փողոցների ասֆալտապատումն արած էր, գծանշումներն արած էր, իրանք պոլերին պարկած են այդ գծանշումների վրա։ Թող դնեն մատ վիդեոները նայեն։ Բողոք են տարօր մարգարին, ասենք հիա գծանշումներն արդեն արել պրծե։ Մենք հեսա մտնում ենք հուլիս ամիսը, փողոցների գծանշումներն արած չի, հասկանում եք։ Բայց փող են ուրա կորում։ Տարվա սկզբից պլանավորում են, որ այսքան գծանշումների համար փող են անում։ Հանկարծ փորձես հասկանալ ով է մեղավոր, կկախվես։ Տրանսպորտի վարչության պետն ասում է, գիտեք ոնց ասում է, պետք է սաղ ասֆալտապատումներն անեն, պրծնեն իրանք։ Ինձ ասեն վերջացել ենք, նոր ես անենք։ Դրա համար պատասխանատվությունն ով է, գնում ես այն շին բարեկարգում։ Շին բարեկարգումն ասում է, դե պետք է թաղապետերն ասեն, որտեղ փոսեր կա։ Մենք էդի անենք։ Գնում ես թաղապետարան, թաղապետարան ասում է, դե մենք որ սկսում ենք անել այդ բաները բոլորը, ներկայացնում ենք, միջև տենդերը հայտարարվում պրծման, նոր փոսեր են այդ գալիս, նորն են անում։ Ու իրանք զգնում են, ահա, խնդրեմը այսի։ Այս մարդիկ, նորից եմ կրկնում, համ անգրագետ են, համ դիլետանտ են, համ թալանչի են։ Ու իրանց մոտ ստացվել է ասենց վատ ծաղկաբույլ, հասկանում եք, շատ վատ։ Բոլորը միատեղ համախմբվել։ Այդրան գումարած է ծանոթ բարեկամները վխտում են։ Այսինքն ով իրանց բարեկամը չի, ով իրանց ծառան չի, ով իրանց մորքուրի տղան չի կամ դասարան չի, գործի չեն տեղավորում։ Գազքի պետը Տիգրան Ավինյանի դասարանցին է, իր քթի տակ քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դեմը շինարարություն են անում, չեն ցանցապատում։ Շին հրապարակից ավտոմեքենան ցեխոտ դուրս է գալիս, վիդեոն անում ուղարկում եմ, ասում եկեք դեմն առեք, այս ցեխը որ հելավ լցվավ խանջան փողոց, հետո փոշիա դառնում լցվում է մեր գլխին, այդքան դեբիլ եք դուք օրինակի համար։ Ինչ են պատասխանում ինձ, մենք գնացել ենք, այդտեղ խախտում չկա, մենք բան ենք արել։ Հետո ասի գնա ցուցակ կպցնենք, մի անգամ խախտում է $100, մշտականը $3000, լավ աղբորը $2000։ Դες կպցրեք ձեր համար բան եք էլի, մեկը ձեր մոտ սաղետի աշխատում, ո՞նց կարելի է դա թույլ տալ։ Կամ նույն Տիգրան Ավինյանի դասարանցին այդ Սամվելը Ղուկասյան լուրջ դեմքով ապրիլ ամսին ասում էր մայիսին Ծիծեռնակաբերդի խճուղին վերանորոգված կլներ։ 2 տարի ասում եմ, արա այդ Սահակյան շինը գնում է բանի սննկացման խնդրեմ ունի այդ ընկերությունը։ Դուք այդ խնդիրը լուծեք։ Այնքան արեցին, այդ Ծիծեռնակաբերդի խճուղին էս մարդիկ 5 տարի չէ սարքել, ասում են 8 տարում կպրծնենք մենք օրինակի համար։ Այսինքն մնաց 3 տարի։ Մի 3 տարուց հետո 28 թվականին պիտի ավարտած լինեն իրանք այդ։ Բայց արդյոք կավարտվի, թե ոչ, թե կշարունակենք էլի նույն պատկերը տեսնել ամեն դեպքում։ Ես ուզում եմ հիշեմ Երևանի հաջորդ ընտրությունները որ թվականին է լինում, այդ ժամանակ նախընտրական կառույցի մեջ կներառեմ որ վերջապես Ծիծեռնակաբերդի խճուղին մենք այդ Ծիծեռնակաբերդի խճուղի չեք կարողանում սարքել, բան եք սարքում դուք, մետրո եք կառուցում կամ ակադեմիական քաղաք եք կառուցում։ Ինչ ասեմ, էս են իրանք։ Իրական դեմքն է, այսինքն իրանք ու կառավարումն ու լավ ասենք թե Տիգրան Ավինյանին, որ իր զեկուցողները սուտ են խոսում։ Ականջները խի չի քաշում մի հատ։ Կարող ենք իմանալ։ Խի մի հատ լենապտակ չի տալիս։
Լենապտակը կարա լինի եւ ֆիզիկապես մի հատ լենապտակ տա սուտ խոսալու համար, որ լավ տղա են խաղում, խաղացեք լավ տղան օրինակի համար։ Կամ բայց բռնություն չեմ անում, Տիգրան Ավինյան, ուրա ձեր կամերան։ Բռնություն չեմ անում քեզ, էլի տենց բան հայրական ապտակ դու, դաստիարակչական ապտակ դու, հանգած բռնություն չանես դու, էլի։ Իրանց ասոր չի կարելի սուտ խոսալ, չի կարելի քաղաքը չսիրել, իրանք քաղաքը չեն սիրում։ Պրոբլեմը տեղա կայանում։ Իրանք մեր Երևանը չեն Կամ որ այդ հեղատար համակարգերը, որ հելնում Վենետիկա դառնում Երևանը։ Նշում որ իրենք կապ չունեն Գլուխները քարին են տալիս։ Եղանակային պայմանները իրենք չեն ստեղծել։ Հա, այդ եղանակային պայմանների հարցում այդ մի արդյոք համամիտ են, որ անձրևը գալիս է, ձմեռը օրինակ անկանխատեսելի ձյուն է գալիս, գարուն անկանխատեսելի անձրև է գալիս, ամառն անկանխատեսելի արևալում փոշի է լինում, էլի։ Իրանց մոտ դա է, ինչ ասես։ Բայց նայեք խնդիրն ինչ է, էլի։ Այս մարդկանց խնդրեմը, այդ հեղատար համակարգը որ կա Սուտ են խոսում, որ վիոլա ջրիննա պետք է գանի։ Այդ մաքրումն է իրանց մաքրելը, բարեփոխելը, ներդրում կատարելը պետության խնդիրն է։ Վիոլա ջուրը որ վթարալն է, այդ վթարը պետք է գա վերականգնի, մենակ հասկանում եք։ Ու սենց սպասելով վիոլա ջուրն է խիա խուլ համր ձևացը ջունարը բերանը նստը պայմանագիրը չի հրապարակում, չգիտեմ։ Լավ, ի վերջո այս ամենը տեսնելով, թե տրանսպորտը, թե քաղաքային մնացած խնդիրները պատրաստվում եք սկսել բոյկոտը։ Ինչ բոյկոտ կներեք։ Թե տրանսպորտային բոյկոտը կայացած է հասկանում եք, այն թվերը, որ իրանք տենց օգոստոսի 1-ին սպասվող փոփոխություններին ընդառաջ։ Տեսեք, սենց ասեմ, էլի, բայց բոյկոտը երբեք չի դադարել։ Միշտ ասել են, որ ժողովուրդ ջան, դուք ոչ թե հրաժարվում եք գումար վճարելուց, այլ հրաժարվում եք ձեր գրպան ինչ-որ մեկին թողնելուց։ Ոչ թե դուք հրաժարվում եք արժանապատիվ տրանսպորտի համար ավել վճարելուց, այլ դուք ասում եք, դուք ինձ արժանապատիվ տրանսպորտ չես տվել, բեռնափոխադրումներ ես տվել, պրոբլեմա դառնում։ Մարդիկ նստում են նույն ավտոբուսի տարողունակություն ընդունենք 5 տոննա է, այդ ավտոբուսը 8 տոննա է, օրինակի համար տեղավորում, որտեղ մարդիկ շատ են նստում այդ ավտոբուսը։ Այսինքն մարդիկ շարունակել են այս նոր process-ը իրանք բերեցին, իրանց թերսել համակարգը, եթե մի պա ապրիորի պատկերացնենք, որ մարդիկ բոլորը ունեն թերսել wallet-ը, այդ հավելվածը եւ այդ հավելվածով իրենք սկսում են օգտվել, այդ համակարգը ուղղակի կտրակի հասկանում եք, այսինքն ինքը այդ պատերժքեն իր տեխնիկական չունի, հասկանում եք, այդ խնդրեմը կա ու բոյկոտը երբեք չի դադարել, շարունակում է իր արդյունքները տալիս է եւ դրա համար իրաց քիթը տրորվել է ամենայն պատասխանատվությամբ ասում եմ Անդրադառնանք մեկ այլ թեմայի, հունիսի 14-ին կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար դրանից առաջ մենք ականատես եղանք Նոր-Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին, երբ ակտիվիստ Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկեցին, սակայն վերջինս ոչ մի պատժի կարելի ասել չարժանացավ, միայն որոշ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց Խնդրում եմ այս ամենի մասին ձեր դիտարկումները, ինչու չարժանացավ պատժի, իսկ ԿՊ-ականին ծեծելու համար թաղապետին կալանավորեցին։ Տեսեք, հերթական անգամ մենք փաստում ենք, որ երկրում գործում է երկակի ստանդարտներ, այսինքն ուղիղ եթերով ծեծում են Չախոյան Արտուրին, եթե չեմ սխալվում, Չախոյան Արտուրի վնասվածքը միջին կամ ծանր վնասվածքը ինքը ստացել, որի դիմաց միանշանակ կալանավորում է հասնում մարդուն, եւ չկա որ վարչական տուգան կամ մյուս։ Այդ մարդու նկատմամբ կիրառում են թեթև մեղադրանք, Չախոյան Արտուրի եւ իմ նկատմամբ կիրառում են ավելի ծանր ներկայացնում են մեղադրանք, որ մինչեւ 5 տարի ազատազրկում է սպասվում, ինչի համար որ ինքը իրան ստորացված է զգացել, բայց անկեղծ ամենայն պատասխանատվությամբ ձեր եթերից եմ ասում, ես արել եմ քաղաքական ակցիա, նա արել է խուլիգանություն, լկտիություն եւ ես իր նկատմամբ արել եմ միայն քաղաքական ակցիա։ Ինքը իրան ստորացված է զգացել օրինակի համար ես պանջել եմ առերեսում հասկանամ որ պայից սկսած եւ իր կենսակերպետ ինչ որ մի բան այդ ասոցիացվում է որ ինքը իրան ստորացված է զգացել թե չէ բայց ի՞նչն է հետաքրքիր միջին ու ծանր վնասվածք հասցրած քաղաքացուն ուղիղ եթերով ոմակով հասեցել են այս մարդը ազատության մեջ է ինչի համար որովհետեւ նորից եմ կրկնում Արամ Զավենի Սարգսյանի հետ Արամ Զավենի Սարգսյանի հանրապետություն կուսակցությունը իրանց կլենտն է, իրանց հաճախորդն է։ Ինքը կերտ ընդդիմադիր դաշտից խոսում է, գալիս դառնում է հաճախորդը, գալիս սկսում է լափամանից օգտվել։ Իր կուսակցությունն է, փաստ է, լափամանից օգտվում է Երևանի։ Ասում էին հանգարց Տիգրան Մարկյանին հանեք, Տեր Մարկյանին բոլորս հրաժարական կտանք, հետո կռուտիտը միացրեցին, հասկացան հանրային ճնշումն էլ մեծ է, նույն րոպեին իրանք այնան հանեցին ու իշ մեկին բերեցին իրանց կուսակցությունից։ Ինչն է հետաքրքիր, երբ որ իրանց կուսակցականին ծեծում են ու մենք չգիտենք էլ ոնց է ծեծը եղել, մի ապտակ ա եղել, թե երկու ապտակ ա եղել, թե այս պարագայում օրինակ
Ռազմիկ ինչան է Մկրտչյանը, Ռազմիկ Մկրտչյանն ասում են խնդրեմ ուներ Տիգրան Ավինյանի հետ, օրինակ հիմա Տիգրան Ավինյանը, քանի որ լավ նայում է դատախազությանը ՀԿՑ-ին ու ԱԱԾ-ին ու մյուսին, ես ինչի համար եմ ասում, որովհետև այդքան հանցագործությունների մասին որ խոսում, նրանք չեն գալիս Տիգրան Ավինյանի դուրը թակեն, ասեն, ընկեր եկել ենք, ես ինչ ես անում, էլի օրինակի համար, կամ հակառակը ինձի գան, ասեն, ընկեր, հերիքի դու շարուտ առնես սկսես ես մարդկանց, մա ցույց խոսալու համար քեզ դատենք օրինակի համար, հասկանում եք, մի մոտ ընկալում է ձևավորվում, որ Ավինյան Տիկոն շատ այտենց թույն նայում է այդ կառույցներին, էլի։ Հիմա երևի զանգի ասել է Տիգրան բանի այդ ռազմիկ այդ խնդիր ունենք, կամ մեր ԿՊ-ականին ծեծել է, այս մարդուն նույն րոպեին կալանավորում են, բայց որ ուղի եթերով, ասում եմ, միջին ծանրության, եթե չեմ սխալվում, վնասվածք են հասցնում, որը խիստ պատիժ է հասնում խմբակային, ոչ մեկին լեկեսին մեղադրյալը չեն ներգրավել այդ process-ի մեջ, էլի հասկանում եք, ոչ մեկին չեն կալանավորում։ Ինչի համար, որտեղ Արամ Զավենի Սարգսյանը իրանց ծառայություն ունի մատուցելու 26 թվականին։ Ընտրությունների ժամանակ կեղծ ընդդիմադիր պիտի խաղան, հետո գան թանգով կամ էժանով ծախվեն Նիկոլ Փաշինյանի վրա, հասկանում եք, էսա իրանց բուն նպատակ էդ է։ Այսինքն հերթական անգամ փաստում են, որ երկակի ստանդարտներ կա մեր երկրում եւ արդարադատություն մյուս չկա, իրանք խաղել են, հասկանում եք, ու այդքանից հետո ասում են դուք պետական կառույցի նկատմամբ հարգալից եղեք, դուք ոչինչ ասել եք այդ պետական ապարատը։ Եվ այս ամենի մեջ նաև նշենք, որ ձեր թիմակցի Գևորգ Ստեփանյանի ընտանեկան ավտոմեքենան այրելու հեղինակին էլ դեռ չեն բացահայտել։ Սա է ամբողջ պատճառը, այս անգործությունը։ Տեսեք, Գևորգի Ստեփանյան ինչքան ցնցվում է այդ ավտոմեքենայի վառելու չբացահայտվելը, այնքան իմ մոտ կասկած ավելի է մեծանում, որ միայն եւ միայն դա կարող է քաղաքական դրդապատճառներով լինել։ Ինչն է հետաքրքիր, նույն Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան, երբ որ վառել են, բոլորս այդ հայտնի պատմությունը գիտենք։ Մի նույն ընդդիմադիր գործչի ընտանիքի ավտոն դրան դեմը երեխաներն է քնած, այդ վայրագությունն իրենք արել են, թվացial ինչ որ հանցագործի են գտել, եւ ինչն է հետաքրքիր, հանցագործը օրինակի համար, եթե չեմ սխալվում, ցուցմունք չի տվել, թե ինչ էր, ոչ մի բան չէ, ոչ մի բան։ Բռնել են մեկին ինչ որ անհասկանալի կերպարի, կալանավորել են, տարել են ու վերջ։ Այդպես չի լինում։ Այսինքն այդ մարդը չի ճանաչել Գևորգ Ստեփանյան։ Այդ մարդը Գևորգ Ստեփանյան ոչ մի անձնական խնդիր չուներ, հասկանում եք, ու հիմա օրինակի համար այդ մարդը նստած այդ մարդուն պատվերնով տվեց։ Այդ մարդը լավ չկանգնի, ասի ես սրա համար եմ արել դա օրինակի համար։ Այսինքն կամակատար է եղել։ Միանշանակ իմ գնահատմամբ կամակատար է եղել, պատվեր կատարող է եղել ինքը եւ իր պատվերը կատարել է ինքը։ Ու ինչն է հետաքրքիր։ Հիմա ասենք թե հակառակը ընդդիմադիր գործիչը մի հատ թթու խոսք մի բան ասեր, կամ Facebook-ում մի բան ասեր, կբռնեն կտանեն կալանավորեին։ Ու ինչ ասես կանեն, թե քեզ ով ասել, բա լավ էս մարդուն չեք հարցնում, ընկեր, ով քեզ ասեց, կա փողով ես արել, ինչի համար ես դու դա արել։ Ինչի համար ես դու դա արել։ Հասկանում եք, ու Գևորգի գործը կոծկում են իրանք, հասկանում եք, փաստ, ուղիղ ասում եմ ու մեղադրում եմ գործող իշխանությանը։ Պարոն Մանուկյան, եւ կցանկանայի ձեզ հետ անդրադառնալ մի թեմայի, որը դեռևս լայն քննարկվում է եւ շատ ցավալի է այդ թեման, այն է Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու, այսպես ասած, հարաբերությունները, անդադար Նիկոլ Փաշինյանը իր թիրախում է պահում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, նաեւ ուզում է 10 հոգանոց ինչ որ խմբեր ձևավորել, գնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Բեհափարին հեռացնել, այդ քաստինգն էլ ինքն է փորձում կազմակերպել 10 հոգանոց խմբի, ինչ կասեք այս մասին, ինչի համար է ի վերջո այս ամենը արվում, արդյոք երբ 2018-ին եկեղեցին այս ամենը հաղթեց, այսպես ասած, հիմա էլ կհաղթի։ Տեսեք, նախ եւ առաջ ուզում եմ իմ կարծիքը ասել եւ իմ համար խիստ դատապարտելի է Մայրաթորի եւ եկեղեցու դեմ նմանատիպ արշավը։ Ինչու համար, որովհետեւ միշտ ես պնդել եմ, որ մեր ազգի արժանապատվության, մեր բրենդը կայացել է, որ մենք այն ազգն ենք, որ առաջինը քրիստիանություն ենք մենք ընդունել, հասկանում եք, եւ որ 1700 տարի եկեղեցին կա եւ մենք գիտենք, քանի 100 տարի մենք պետություն չենք ունեցել, հարյուրամյակներ եւ հիմա պետություն ունենք եւ ազգային արժեքները մնացել է, դա միայն մեր եկեղեցու շնորհիվ է եղել։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյանի արշավը եւ անհասկանալի հարցերը։ Հիմա հասկանում եք նմանատիպ անբարոյական հարցեր, օրինակի համար կարելի է նույն իրենց ուղղել, օրինակի համար ուղես ինչ որ ԿՊ-ականի, ասես կինդ կարող է ասել, որ դու իր միակ տղամարդն ես, օրինակի համար
Այսինքն դա հարց է, որ մարդուն տաս։ Իհարկե դա հարց չի, այսինքն չի տեղավորվում, որ թեկուզ նրանց այդ հարցը տալ, էլի, կամ այդ իրանց ձևավորվող կաստինգի խմբերը ովքեր են լինելու, այն հարբեցող գնելն է լինելու օրինակի համար, կամ օրինակի համար այն անհասկանալի աշտարակի մատուցող ունեին, դա է լինելու իրանց այդ հանձնախմբի անդամները, կամ ով է լինելու իրանց հանձնախմբի եւ ինչ բարոյական արժեհամակարգ ունի, կամ դուք ով եք ընդհանրապես, որ եկեղեցուն փորձեք քննադատել, հասկանում եք, եկեղեցին առանձին կառույց է եւ մեր օրենքով ու սահմանադրությամբ դու իրավունք չունես քիթդ խոթել այդտեղ եւ մեր ազգը ու ես օրինակի համար կարծում եմ, որ այսօր բոլորս պետք է լինենք եկեղեցու կողքը, որովհետեւ իմ գնահատմամբ դա պայքար չի վեհապարի դեմ կամ պայքար չի սրբազանների դեմ, դա պայքար է մեր ազգային ինքնորոշման, մեր արժանապատվության դեմ։ Կա կարծիք, որ այս ամենը արվում է 2026 թվականի ընտրությունների համար, այսինքն կարելի ասել սա նախընտրական քարոզարշավի պես ինչ-որ բան է։ Դուք ինչ կարծիք ունեք, արդյոք այս ամենը կապ ունի 2026 թվականի ընտրությունների հետ։ Տեսեք, տարբերակներից մեկը նաև դա է եւ դա վերաբերյալ ես այլ հարթակներում նույնպես կարծիք եմ արտահայտել, որ մեր երկրում կան մեր առաքելական եկեղեցուն չդավանող մարդիկ, այսինքն հոգեվորական ինչ-որ խմբակներին այցելող, չգիտեմ իրենց ոնց կոչեմ, այդպես խմբեր կան, որոնք որ շատ մեծ են, ասում են մի քանի 100,000 են։ Եվ այսօր տարբերակներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այս մարդկանց ուզում է համախմբի, ասում է, տեսեք, դուք այլ դավանանք ունեք, չեք ընդունում մեր առաքելական եկեղեցուն, ես քանդում եմ, ձեր համար պարդաշտ եմ ստեղծում եւ ամեն մեկ իրան պատկերացնում է նոր կաթողիկոս կամ նոր ինչ-որ մեկը, էլի հասկանում եք, ստե տարբերակ կա, որ նաև ինքը անում է, որպեսզի այդ աղանդավորներին դեպի իր կողմ ներքաշի, որ այդ աղանդավորներին այնպես անի, որ ընտրություններին համախմբված կան գենձանը տան։ Եվ մեր երկրում տարբեր թվեր են հնչում 200,000-ից մինչև 500,000 աղանդավորների թիվ է հնչում։ Եվ եթե մենք ընդունենք, որ ինքը կարողանա 100,000-ին այդտեղից վերցնի իր վրա, մեծ թիվ կլինի, հասկանում եք, այսօր ԿՊ-ի ռեյտինգը շատ ցածր է։ Այսինքն Փաշինյանի հույսը մնացել են նրանք։ Տարբերակներից մեկը նաև դա է, հասկանում եք։ Մյուս տարբերակը որ կա, այսօր Նիկոլ Փաշինյանի մոտ այդ նախկին թալանչին չի աշխատում, էլի հասկանում եք։ Նույն ձևով Վահագն Ալեքսանյանը կանգնում է ազգային ժողովի ամբիոնից, ասում է ինձ կոնկրետ մատնոցից անելով, այդ որ գնում քանդում ես, գնա քանդի նախկինների հետ ասոցացվող ընկերությունների, որոնք որ 70-ից 80% են եւ անորակ աշխատանք են տալիս։ Մի հատ հիմարություն են խոսում, հասկանում եք, նախ եթե նախկիններն էին իրենց ասած, էլի հերթով սկսեմ։ Այդ տենդեր տվողը դուք եք, վերահսկողը դուք եք։ Այսինքն դուք ոնց եք ստորագրել ակտի տակ։ Սիլիբիլի եք ելնում, ես էլ ասում եմ, այդ սիլիբիլի եք ելնում, ասեք խայտարական եմ։ Պաշտոնապես մեր Անուշ Տիգրան Ավինյանին ասել եմ, ապեր, այդ ովքեր են այդ նախկինները, ցուցակը մի հատ տվեք նայեմ, ինձ պաշտոնապես պատասխան ա գրել, որ սուտ է, ոչ այդպես նախկին կա, ոչ թերակատարում կա, ոչ ակտ կա։ Այս անգամ որ գնացի ասել եմ Անուշ ախպեր, շնորհակալություն, դու հերթական անգամ բացահայտեցիր, որ Վահագն Ալեքսանյանը դասական ԿՊ-ական ստախոս է, դասական ԿՊ-ական շարլատան այդ երիտասարդը, որովհետև ինքը ուրիշ բան ասում, դու թղթերով բացատրված այլ բան ես ասում։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մանուկյան։ Ես եմ շնորհակալ։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ հետևեք նաև Telegram-յան, Instagram-յան եւ Facebook-յան հարթակներում։ Կհանդիպենք։